Բարի սիրելի հայրենակից, այս բային գտնվում եմ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանում, բարև ձեզ։ Ինչ եք նկարանում։ Ինձ եմ նկարանում։ Բայց չհասնաշնորհքի ներսում չունեք Այդ աջակցությունը հրապիսը։ Ինչի համար ներկայացեք, ներկայանաք, որ իմանամ ու մոտ եմ գնալու։ Շատ հաճելի է, անուն ազգանունը, ես արդեն ավարտեցի իմ գործս, մուտքագրեցի իմ բողոքը դատարանին, Տիգրան Ավինյանի դեմ, հիմա արդեն դուրս եմ գալի, պարզաբանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչ եմ արել, հաշվետվություն եմ ներկայացնում, ասեք։ Հիմա դուք նկարանում եք իրականացնում։ Այո, նկարահանում եմ իրականացում, որ դատարանում եմ գտնվում եւ ինչ եմ արել, քաղաքացիներին հաշվետվություն եմ ներկայացնում։ Ես Զարուհի Փոստանջյանն եմ, ես ներկայանամ, բողոքաբեր եմ։ Հիմա դուք ինչ նպատակով եք ներկայացել այստեղ։ Ներկայացել եմ Տիգրան Ավինյանի ապօրինությունների դեմ բողոք։ Գրասենյակին։ Գրասենյակը այստեղ չգրասել։ Այստեղ եմ ներկայացել։ Այո։ Վարչականի։ Այո։ Կարող եք ստուգել, ուզում եք ցույց տամ, որ ներկայացրել այդ պայուսակից մեջ։ Ասեք։ Բայց խնդրում եմ անջատեք։ Չէ, ես մարդն դուրս պետք է գամ եւ քաղաքացիներին հաշվետվություն տամ, ես ուղիղ եթերում եմ։ Ես չեմ կարող անջատել։ Ներկայացրել եք ձեր բողոքը։ Ինչպես։ Այո, հուսա կարող եք ստուգել նայեք կնիքը։ Ավարտեցինք, թե ինձ հետ հարցեր ունեք։ Չէ, ես ուղղակի ճշտում եմ։ Հա։ Շատ լավ, կարող եք հաղորդել Տիգրան Ավինյանին ինչու եմ եկել։ Եթե ցանկանում եք, ես ասացի ինչու եմ եկել։ Տեսակ, ուզում եմ ճշտել, թե ես ինչու եմ եկել այս դատարանում գտնվում է երկու վարչական կառույց դատական, մեկը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանն է, մյուսը հակակոռուպցիոն դատարանն է, հարգելի քաղաքացիներ։ Հիմա դուրս եմ գալիս, մուտքագրեցի իմ բողոքը, շատ հետաքրքիր էր, թե ինչ բողոք եմ ես ներկայացրել դատական կարգադրիչների ղեկավարների։ Հիմա դուրս գանք, ես ցույց տամ նաև այս դատարան եկող տարածքի նկարագրությունը, նայեք, սա վարչական դատարանի այս անվան փակցված տախտակն է, սա հակակոռուպցիոն։ Այստեղ որոշ չափով տարածքը բարեկարգ է, իհարկե սա դատական դեպարտամենտի հավանաբար միջոցների հաշվին է բարեկարգվել, մուտքը ոչինչ էլի բարեկարգ է, դիմացը գտնվում է մեր երիտասարդների ուսանողների քոլեջը, արվեստի քոլեջը, այստեղ ուսանում են երիտասարդները տարբեր մասնագիտություններ, դերասանություն, ռեժիսուրա, ոսկերչություն եւ այլն։ Տեսեք, փակցված է մեր եռագույնը, այստեղ նույնպես։ Ես հիմա սա ինչու եմ ձեզ ցույց տալիս, այստեղ ոչինչ, որոշ չափով բարեկարգ վիճակ է, առավոտ շուտ ես կանուղ եկել եմ, մի քիչ սպասեցի մինչև ժամը 9 եղավ, որպեսզի մուտքը բացվի։ Հիմա գնացինք, այսպես գնում ենք, այստեղ են բերում այս հակակոռուպցիոն դատարան, տարբեր այսպես կոչված նախկինների գործերն են, ինչ որ հարուցը տանում բերում են, այսինքն իրականում այս գործող իշխանությունը, որը թուրքական է, գումարներ է շորթում նրանցից, այլ ոչ թե ինչ որ իսկական դատական պրոցեսներ է արդար իրականացնում, ակնհայտ է, որ այդ գումարները ուղղակի շորթվում են նախկիններին այդ իբրև թե թալանը հետ բերելու անվան տակ, բայց ոչինչ էլ հետ չեն բերում, ակնհայտ է, որ ուղղակի թալանով են զբաղված։ Այստեղից էլ դահլիճների մուտքն է, այստեղ երբեմն տեսնում ենք բազմաթիվ մեքենաներ, ինչ որ մարդիկ բերում տանում են, ինչ որ ակնհայտ ոչ արդար դատական պրոցեսներ են իրականացնում եւ այլն։ Հիմա դուրս եկանք տարածքից, ես ուզում եմ ցույց տալ ձեզ այս հակասանիտարական, խայտառակ Տիգրան Ավինյանի դեմքին, հոգուն, մարմնին, հարիր իրավիճակը ոնց են գալիս դեպի այս դատարան։
եւ ճանապարհը, ավտոմեքենաների եւ ոտքի ճանապարհը։ Տեսեք, եւ այստեղ կա մի ինչ որ կազմակերպություն է գործում, շինարարական, որը Երևանը ոնց է ապականում, թեմեն, բետոն, կառույց, նայեք։ Այս այդ կազմակերպության մեքենաներն են, ջարդ ու խուրդ հանելով այս տակի ճանապարհը, հեսա տեսեք, այս մեքենաները մորթ են անում, իրենք զբաղվում են Երևան քաղաքում շինարարությամբ, բայց այս տարածքի այս ճանապարհը, որ իրենք ամեն օր օգտագործում են, չեն կարողանում այնպիսի ծավալի բետոն, որակի բետոն այստեղ բետոնապատեն, որ ճանապարհը չքանդվի, այսինքն եթե մի օր անձրևաջրեր են լինում, ստե հնարավոր չէ քայլել։ Հիմա տեսեք, այս կեղտը անտիսանիտարիան միլիարդ են աշխատում, այս կազմակերպությունը, որ քաղաքը ապականում է ամբողջությամբ շինարարությամբ է լծված, շենքեր են կառուցում, չգիտեմ ստեղ ովքեր են նախկիններից եւ ներկաներից այստեղ փայաբաժին ունեցողները։ Համենայն դեպս սա Տիգրան նաեւ Ավինյանի պատկերն է, նայեք այս կեղտը, հիմա բարձրանում ենք, այս կեղտով բարձրանում ենք, տեսեք, քանի մետր աղբակույտ է, ու այսրանք գիտեք Երևան մինչ միլիարդ են աշխատում, այս կազմակերպությունը, որ ստեղով գնում գալիս, այս կեղտը թափում են եւ այլն, ստեղ միլիարդ են աշխատում։ Այն բակային տարածքը դատարանի եւ քոլեջի որոշ չափով բարեկարգեր, բայց մինչեւ այդտեղ հասնելը հիմա տեսեք ինչ է այստեղ կատարվում։ Ուրեմն այս կեղտը նայեք, այս ճանապարհը նայեք, ոնց է մեքենան, տեսեք այս մի մեքենան ոնց է դանդաղ գալիս, որպեսի տակը իհարկե չխփի, որովհետեւ մեծ վնասներ կպատճառի ավտոմեքենային, այդ հարվածները, տեսեք ինչ ճանապարհով են գալիս, սա Երևանն է, հակակոռուպցիոն դատարանի ճանապարհն է եւ վարչական վերաքննիչ դատարանի ճանապարհն է եւ ուսանողների, նայեք, երիտասարդը գալիս է, այս ուսանողների քոլեջի ճանապարհն է։ Հիմա բարձրանում ենք, ես այս ճանապարհը, այս կեղտը, այս աղբը, այս բարեկարգ, ոչ բարեկարգ վիճակը, նայեք, այս Երևանի են ԿՊ ավականում, այսինքն թուրքական զավթիչների ուղղակի դիմապատկերն է։ Նայում ենք, գնում ենք, հիմա բարձրանում ենք այս կեղտը, այս քանդած ճանապարհով, մեր երիտասարդներ գնում են իրենց դասի, ես հիմա ցույց տամ, դες այս կեղտը, այս աղբը, այս փնթիությունը, այս հակասանիտարիը եւ մեր երիտասարդները, որ պետք է այս գեղեցիկ անուշ երիտասարդները գալիս են ամեն օր այս կեղտո ճանապարհը անցնելով, այս հակած սանիտարիայի միջով անցնելով գնում գալիս են։ Նայեք մի հատ ինչ վիճակ է։ Այսինքն սա ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարվող Երևանը այստեղ որ ունի պարտավորություններ եւ գործառույթներ, չի իրականացրել։ Նայեք, կեղտերը կանաչը լավա մի քիչ դուրս է եկել, փակել է կեղտի պատկերը, բայց այնուամենայնիվ, նայեք ճանապարհը, այս ոնց են գալիս մեր երեխեքը, այստեղ իրենց ուսումը ստանալու, այս քանդ ու քարապ, ջարդ ու խուրթարատ, մեկ է այս ճանապարհը նայեք, այս ճանապարհը օգտագործվում է մի կազմակերպության կողմից, որը Երևան քաղաքում իրականացնում է այդ բազմաբնակարան բարձրահարկ բետոնե կառույցների, այդ կույտերի շինարարությունը։ Այս այն ճանապարհն է, որով գնում գալիս են եւ դատարան, եւ ուսումնական հաստատություն, այս կեղտը դրանց պատկերն է։ Տիգրան Ավինյան, ուղերձը քեզ, սպասի դատվելու ես, մեծ հաճույքով այս դատարաններում քարշ ես գալու, իմ կողմից մեծ հաճույք է լինելու, քո կողմից տհաճություն, ես ապրելու, բայց քարշ ես գալու այս դատարաններով, լուելը սպասի, այն անիվի գործը ես չգիտեմ ինչ է լինելու, բայց այս գործով դատվելու ես, լավ ես դատվելու, բավականին երկար տարիներին դատապարտման ես արժանանալու ազատազրկման ձևով։ Այսքանը։ Հիմա դուրս եկա արդեն տեսեք խճուղի։ Այս
կազմակերպությունն է ցույց տամ ձեզ։ Սա է, այդ տեսեք։ Յա բետոն, նայեք։ ML Mining, բետոն, կապույտ եւ ջրաբեր ավազ, բազալտեխնիկ, կարմիր շլակ, պերլիտ, այսինքն այն բազալտի հանքը, որ շահագործում են, բերում են այստեղ այդ ծանր մեքենաները, հավանաբար էլի, տանում են, այստեղ ամեն ինչ ունեն, քանդում են այս ճանապարհը, տեսեք, ճանապարհի տակն էլ բուլիժնիկ է, փոխարենը Երևանի պատկերը, հնությունները վերականգնեն, Երևանը քանդում են ու միլիարդ են աշխատում։ Այս ML Mining-ը կառուցապատող է Երևանում բազմաթիվ այդ անճոռնի զզվելի ցեմենտաբետոնյա կառույցների։ Այսքանը։